Հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, այս ձեր ելևեջները, դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներիդ, ապերավատ լնողներին, են ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց։ Մինչ քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում էր հանդարտեցնել ընդդիմադիրների ելույթներից հետո բորբոքված կրքերը, օրակարգում հերթական անգամ բարձրաձայնվեց աղբահանության թեման։ Սակագնի հաշվարկման մեխանիզմը բնակչի հաշվարկից փոխվել է քառակուսի մետրով հաշվարկի, ինչի արդյունքում քաղաքապետարանը կանխատեսում է բյուջեի աճ։ Երբ որ քառակուսի մետր դարձրեցիք, ասում եք թանկացում չի նախատեսվում, դա թանկացում չէ, տեղել էիք ստել 1.2 միլիարդ դրամ 26 թվականի բյուջեով աճ եք կանխատեսել, բայց 1.2 միլիարդ եթե գումար եք ավել հավաքագրելու, բա ինչ է, եթե ոչ թանկացում։ Խնդրահարույց թեմաներից մեկն էլ Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցն էր։ Քաղաքապետ Ավինյանն այն բնութագրեց որպես բարդ եւ երկարատև գործընթաց, նշելով, որ կառավարությանը դեռ չեն դիմել մրցույթի պայմաններին հատուկ կետեր ավելացնելու համար։ Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է, 5-րդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է երևի մոտ 1 տարի, եթե ոչ 1 տարուց ավել։ Միայն պարզ փորձաքննությունը դրա եւ հետո առաջ է եղել նախագծողի եւ փորձաքննողի միջեւ։ Թե որտեղ են ծախսվել մետրոյի կառուցման համար նախատեսված գումարները, քաղաքապետը պարզաբանեց, դրանց զգալի մասն ուղղել է հանրային տրանսպորտի զարգացմանը։ Մասնավորապես 2026 թվականի ապրիլ-մայիսին Երևան են մտնելու 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուսներ։ Մինչդեռ ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները պնդում են, մետրոյի շինարարությունը պետք է արդեն մեկնարկած լիներ։ Եթե այս ճոպանուղուն վերաբերվող գումարները փաստաթղթային փուլերի համար են, այստեղ հստակ նշված է կառուցման աշխատանքներ։ Իմ պատկերացում կառուցման աշխատանքները մենք այս տարվա սկզբին, այս տարվա մեջ արդեն պետք է ինչ-որ չափով տեսնեինք։ Լարված քննարկում սկսվեց նաև կարմիր գծերը թանկացնելու վերաբերյալ։ Մայր Հայաստան խմբակցությունը վարչական դատարանում վիճարկել է 2024 եւ 25 թվականների ավագանու որոշումների այն դրույթները, որոնք վերաբերում են վճարովի կայանատեղիներին։ Այդ ընթացքում Երևանի ավագանին բյուջեում ավելացնում է դատական բողոքարկումների համար նախատեսված ծախսերը։ 150 միլիոններ, հետո դարավ 180 միլիոն, հիմա դարավ 195 միլիոն։ Գուցե պետք է ոչ թե ավելացնել դատական ծախսերը բողոքարկման, այլ սկսել իրավական գրագետ եւ կոռեկտ աշխատանք։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն էլ այցելել էր տասնյակից ավելի կանգառներ, տեսնելու ինչպիսին է իրավիճակը ծանրաբեռնված ժամերին։ Պիկ ժամերին ավտոբուս ուղղակի մարդիկ չեն կարողանում ֆիզիկապես մտնել։ Էլ չենք խոսում, որ դրա համար չեն էլ վճարում։ Սպասում են 2-3 ավտոբուս գալիս է, նոր փորձում են ինչ-որ ձև մտնել։ Աղբահանությունից մետրոյի շինարարություն, կարմիր գծերի թանկացումից տրանսպորտային բարեփոխումներ։ Երևանի ավագանու տարեվերջի նիստում քննարկվեցին քաղաքային ամենակարևոր եւ վեճեր առաջացնող հարցերը։ Լուծումներ դեռ չկան։ Փոխարենը պահպանվում է խորացող հակադրությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ, փոխադարձ մեղադրանքների եւ լարվածության մթնոլորտում։